Մեծ պատիվ է ինձ համար այստեղ գտնվել ձեզ հետ այսօր։ Մինչև խոսքի սկսելը, կուզեի, որ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Եվ ես խնդրում եմ, որ դուք աղոթեք։ Այնքան բան է կատարվում այսօր այստեղ, այնքան բան, որ դուք չեք հասկանում։ Բայց ես ձեզ կասեմ, թե ես որտեղից եմ գալիս։ Ես կքարոզեմ որպես մի մեռնող մարդկանց, և կանանց, և երիտասարդների։ Եվ ես կքարոզեմ այնպես, կարծես թե ես երբեք էլ չեմ քարոզելու։ Եվ ես ձեզ կասեմ այնպիսի բաներ, որ դուք սխալ կհասկանաք։ Եվ ես ձեզ կասեմ այնպիսի բաներ, որ դուք կբարկանաք ինձ վրա։ Եվ ես ձեզ կասեմ այնպիսի բաներ, որ դուք կմերժեք։ Եվ ես ձեզ կասեմ այնպիսի բաներ, որ դուք կասեք, դու իրավունք չունես այդպիսի բաներ մեզ ասելու։ Բայց մինչև ինչ-որ եզրակացության գաք այսօրվա ասվածի մասին, ինքներդ ձեզ մի հարց տվեք։ Հասկանում եք, քարոզելը շատ վտանգավոր բան է։ Այն վտանգավոր է ինձ համար, որովհետև Աստվածաշունչը ասում է, որ սուտ վարդապետները ավելի մեծ դատապարտության կարժանանան։ Եթե ինչ-որ ես ձեզ ասում եմ այսօր, ճշմարտություն չէ, ուրեմն ես մեծ խնդրի առաջ պիտի կանգնեմ և պատճառ ունեմ վախենալու և սարսափելու, որովհետև Աստծո առաջ դատապարտված պիտի կանգնեմ։ Բայց եթե ինչ-որ ես ձեզ ասում եմ այսօր, ճշմարտություն է, ուրեմն դուք պատճառ ունեք վախենալու և սարսափելու։ Որովհետև եթե ես ճիշտ եմ մեկնաբանում Սուրբ Գրքի այս հատվածը, որ ձեզ պիտի ասեմ, դա նույն բանն է, կարծես թե Աստված խոսում է մարդու միջոցով։ Եվ ձեր խնդիրը չի լինի ինձ հետ, այլ Աստծո և Նրա խոսքի հետ։ Ուրեմն միակ հարցը, որ պիտի պարզեք այսօր, այս է. արդյոք այս մարդը, որ կանգնած է մեր առջև, սուտ մարգարե է։ Թե նա մեզ ճշմարտությունն է ասում։ Եվ եթե նա ճշմարտությունն է ասում, ուրեմն ուրիշ ոչ մի բան նշանակություն չունի, բացի այն, որ մենք հարմարեցնենք մեր կյանքը այդ ճշմարտությանը։ Եկեք աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Հայր, ես այնքան փոքր եմ և այնքան խղճալի եմ։ Դու գիտես, Տեր, դու գիտես, սիրելի Աստված։ Արդյոք օտար կրակը միակ բանն է, որ պիտի դրվի քո զոհասեղանին։ Թե կարող է երկնքից կրակ գալ այս աղմուկի և գործունեությունների մեջ։ Արդյոք կարող է երկնքից կրակ գալ։ Արդյոք կարող են այս մեռած ոսկորները ապրել։ Ես խնդրում եմ և աղաչում Աստծո գահի առջև, որ քո ինքնիշխանությամբ տարածես քո շնորհքը և բացես սրտեր և մտքեր։ Տեր, մենք չենք կարող սպասել, մինչև նրանք բացեն, նրանք երբեք չեն անի դա։ Բացիր նրանց սրտերն ու մտքերը, որ հասկանան աստվածաշնչյան ճշմարտությունը։ Շնչիր նրանց վրա, շնորհիր նրանց ապաշխարություն, շնորհիր նրանց հավատք, բեր նրանց քո արքայության մեջ, քո փառքի և քո մեծ անվան համար արա այս ամենը։ Եվ ինչպես եղբայրը ասաց, թող այնպես լինի, որ ոչ մի մարդ չփառավորվի այստեղ, որ ոչ մի մարդ իր ձեռքը չդնի Աստծո տապանակի վրա, և եթե մեկը անի դա, դու նրան զարկես մահով։ Ով Տեր, շարժվիր մեր մեջ, խնդրում եմ, որովհետև մենք ուրիշ ոչ մի հույս չունենք։ Այս երիտասարդները ուրիշ ոչ մի հույս չունեն, բացի այն, որ դու շարժվես։ Ամեն։ Ես պիտի ուսուցանեմ Մատթեոս 7-րդ գլխից։ Եթե ունենք ձեր սուրբ գրքերը, հետևեք ինձ հետ։
Մատթեոս 7-րդ գլուխ 13 խոսքից։ Եվ Հիսուսը ասեց. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորուստն է տանում, եւ շատերն են նրանով գնացողները։ Քանզի նեղ է դուռը եւ նեղվածք է ճանապարհը, որ տանում է դեպի կյանքը, եւ քիչ են նրանով գնացողները։ Զգույշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներից ճանաչեք նրանց։ Միթե փշերիցը խաղող են խաղում, կամ տատասկից թուզ։ Այնպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, գտվում է եւ կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, եւ քո անունով դևեր հանեցինք, եւ քո անունով շատ զորություններ գործեցինք։ Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել։ Ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Արդ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որի տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեցավ, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Եվ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրան չի կատարում, նա կնմանվի մի անխերտ մարդի, որի տունը շինեց ավազի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեցավ, եւ նրա կործանումը մեծ էր։ Ես կանգնած եմ այսօր այստեղ, եւ ես անհանգստացած չեմ իմ սրտում ձեր ինքնասիրության մասին։ Ես իմ սրտում անհանգստացած չեմ, թե դուք ձեր մասին լավ կարծիք ունեք թե ոչ, կամ թե ձեր կյանքը ընթանում է այնպես, ինչպես դուք կուզեիք, կամ արդյոք ձեր բանկային գրքույկը բալանսի մեջ է։ Միայն մի բան կա, որի համար ես անքուն գիշեր եմ անցկացրել։ Միայն մի բան կա, որ ինձ անհանգստացրել է ամբողջ առավոտ, եւ դա հետեւյալն է։ Մոտ 100 տարվա ընթացքում այստեղ գտնվողներից շատերը հավանաբար կհայտնվեն դժոխքում։ Եվ անգամ շատերը, որ դավանում են Հիսուս Քրիստոսին որպես Տեր, կանցկացնեն հավիտենությունը դժոխքում։ Դուք կասեք, եղբայր, ինչպես կարող ես այդպիսի բան ասել։ Ես կարող եմ այդպիսի բան ասել, որովհետև ես իմ ծառայությունը չեմ անում Ամերիկայում։ Ես անցկացնում եմ իմ ժամանակի մեծ մասը քարոզելով Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում եւ Արևելյան Եվրոպայում։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ երբ որ նայում ես ամերիկյան քրիստոնեությանը, այն ավելի շատ հիմնված է անաստված մշակույթի վրա, քան թե Աստծո խոսքի վրա։ Եվ այնքան մարդիկ են խաբված, եւ այնքան երիտասարդներ են խաբված, եւ այնքան չափածներ են խաբված, եւ հավատում են, որ քանի որ իրենց կյանքում մեկ անգամ աղոթք են արել, ուրեմն նրանք երկինք են գնալու։ Եվ երբ նայում են ուրիշներին, որոնք ասում են, թե ճանաչում են Քրիստոսին, եւ տեսնում են, որ այդ մարդիկ չեն տարբերվում աշխարհից, եւ համեմատում են նրանց իրենց հետ, ոչինչ չի անհանգստացնում իրենց։ Նրանք մտածում են. «Դե ես նման եմ մեր երիտասարդական խմբի մեծ մասին»։ Ես դիտում եմ այնպիսի բաներ հեռուստացույցով, որ չպետք է դիտեմ, եւ զվարճանում այնպիսի բաներով, որ Աստված ատում է։ Ես հագնում եմ շորեր, որ անպարկեշտ են, ես խոսում եմ աշխարհի նման, ես քայլում եմ աշխարհի նման, ես սիրում եմ աշխարհի երաժշտությունը, ես սիրում եմ այնքան բաները, որ աշխարհում է, բայց փառք Տիրոջ, ես քրիստոնյա եմ։ Ինչու եմ քրիստոնյա։ Ես չեմ տարբերվում մեր եկեղեցու անդամների մեծամասնությունից։ Ինչու եմ ես քրիստոնյա։ Որովհետև մի անգամ ես աղոթել եմ եւ խնդրել Հիսուսին, որ գա իմ սրտի մեջ։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ամենամեծ հերետիկոսությունը ամերիկյան ավետարանական եւ բողոքական եկեղեցու այս է, որ եթե դու աղոթես եւ խնդրես Հիսուսին, որ գա քո սրտի մեջ, նա անպայման ներս կգա։ Դուք դա չեք գտնի որևէ տեղ Սուրբ գրքում, դուք չեք գտնի դա որևէ տեղ բապտիստական պատմության մեջ, միջև վերջին 50 տարին։ Դուք պիտի հասկանաք, որ փրկությունը միայն եւ միայն Հիսուս Քրիստոսի վրա ունեցած հավատքով է։ Եվ Հիսուս Քրիստոսի վրա ունեցած այդ հավատքը սկսվում եւ շարունակվում է ապաշխարությամբ։ Դարձ մեղքից եւ ատելություն այն բաների նկատմամբ, որ Աստված ատում է, եւ սեր այն բաների նկատմամբ, որ Աստված սիրում է։ Աճ սրբության մեջ եւ ոչ թե լինել ինչպես Բրիթնի Սպիրսը, ոչ թե լինել ինչպես աշխարհը եւ չլինել ինչպես Ամերիկայի քրիստոնեության մեծամասնությունը, բայց լինել ինչպես Հիսուս Քրիստոսը։
Ես չգիտեմ ինչու եք դուք ծափահարում, ես ձեր մասին եմ խոսում։ Ես չեմ եկել այստեղ ամեններ ստանալու։ Ես չեմ եկել այստեղ, որ ինձ ծափահարեն, ես ձեր մասին եմ խոսում։ Հաճախ մարդիկ մոտենում են ինձ եւ ասում. Ես կուզեի քեզ հետ գալ Ռումինիա, ես կուզեի քեզ հետ մեկնել Ուկրաինա, ես կուզեի քարոզել որտեղ որ դու ես քարոզել եւ եկեղեցիներ հաստատել Պերուի ջունգլիներում։ Եվ ես ասում եմ նրանց, դուք չեք գա։ Նրանք ասում են, մենք կգանք։ Ես ասում եմ, որ դուք չեք գա։ Ինչու՞։ Որովհետև ձեզ կզրկեն այնտեղի եկեղեցուց։ Ես չեմ փորձում որ խիստ լինեմ, պարզապես խիստ լինելու համար։ Դուք հասկանում եք, որքան սեր է պահանջվում նրա համար, որ կանգնես 5000 հոգու առաջ եւ ասես նրանց, որ ամերիկյան քրիստոնեությունը համարյա ամբողջովին սխալ է։ Գիտեք ինչ գինեմ վճարելու սրա համար, որ ինձ երբեք էլ չհրավիրեն այսպիսի մի տեղ։ Լինել անհայտ։ Գիտես ինչի պիտի անես սա։ Դու չես անում, որովհետև լավ ես վճարվում։ Դու չես անում, որովհետև մարդիկ քեզ սիրում են։ Դու անում ես դա, որովհետև դու սիրում ես մարդկանց, եւ որովհետև առավել քան դա, դու ուզում ես պատվել Աստծուն։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Հիմա մենք նայելու ենք Սուրբ Գրքին, եւ ես ուզում եմ, որ դուք տեսնեք այն, ինչպես որ այն իրականում կա։ Մի համեմատեք ձեզ ուրիշներին, որ իրենց քրիստոնյա են կոչում, այլ համեմատեք ձեզ Սուրբ Գրքին։ Երբ մի երիտասարդ գալիս է հովի մոտ եւ ասում ես վստահ չեմ փրկված եմ թե ոչ, հովիվը հավանաբար մի այսպիսի արտահայտություն կանի։ Երբևիցե եղել է քո կյանքում այնպիսի մի ժամանակ, որ աղոթես եւ խնդրես Հիսուսին, որ գա քո սրտի մեջ։ Այո, դու անկեղծ էիր։ Դե չգիտեմ, բայց կարծում եմ այո։ Ուրեմն դու պիտի ասես սատանային, որ քեզ չանհանգստացնի։ Երբ որ դու փրկվեցիր քո Աստվածաշնչի ետևում գրեցիր ամսաթիվը, ինչպես որ քեզ ասեց ավետարանիչը, որ երբ կասկածես նրան ուղղես դեպի Աստվածաշունչը։ Ինչ սնահավատության մեջ է ընկել մեր հարամանությունը։ Գիտեք Աստվածաշունչը ինչ է ասում, որ անեն քրիստոնյաները։ Քննեք ձեր անձերը։ Քննեք ինքներդ ձեզ Աստվածաշունչի լույսի ներքո, որ տեսնեք, թե արդյոք հավատքի մեջ եք։ Քննեք, որ պարզեք, թե արդյոք քրիստոնյա եք։ Դուք հասկանում եք, եթե ես հենց հիմա բոլորիդ ասեի, որ գնաք եւ թակեք բոլոր դռները այս քաղաքում։ Գիտեք ինչ կհայտնաբերեիք։ Այս քաղաքի բնակիչների առնվազն 99%-ը կարծում են, թե իրենք հավատացյալներ են։ Եվ եթե գնաք ձեր քաղաքը եւ թակեք բոլոր դռները, որովհետեւ ես գնացի իմ քաղաքը փրկվելուց հետո եւ թակեցի բոլորի դռները։ Եվ գիտեք ինչ հայտնաբերեցի։ Իմ քաղաքում բոլորը քրիստոնյաներ են։ Նրանցից 85%-ը եկեղեցի չեն գնում, եւ նրանք, որ գնում են, մտահոգված չեն սրբության մասին։ Նրանք հոգ չեն անում ծառայելու համար, նրանք անհանգստացած չեն աշխարհից զատվելու համար, նրանք անհանգստացած չեն, որ ավետարանը քարոզվի բոլոր ազգերի մեջ։ Բայց փառք նրանք փրկված են։ Ինչու են փրկված։ Որովհետև ոմն ավետարանիչ, որ պիտի ավելի քիչ ժամանակ անցկացներ քարոզելու եւ ավելի շատ ժամանակ Աստծո խոսքը սերտելու մեջ, ասել է նրանց, որ նրանք փրկված են։ Եվ նա արել է դա, որ պարծենա մյուս արթունության ժողովում, թե քանի հոգի առաջ եկան։ Ես սիրում եմ ձեզ, եւ այստեղ կան մարդիկ, որ սիրում են ձեզ։ Եվ հիմա ձեզ ցնցելուց հետո ուզում եմ, որ բացենք Սուրբ Գիրքը։ Եվ ուզում եմ, որ լսեք ինձ։ Լսեք Աստծո խոսքին եւ ինքներդ ձեզ մի քանի հարց տվեք։ Նեղ դռնովը ներս մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորուստն է տանում, եւ շատ են նրանով գնացողները։ Գոյություն ունի մի նեղ դուռ։ Պատճառներից մեկը, որ ես հարավային բապտիստ եմ, այն է, որ պատմությունը ցույց է տալիս, որ երբ ուրիշ հարամանություններ չեն շեշտել սա, հարավային բապտիստները միշտ շեշտել են, որ մի դուռ կա, մի Աստված եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջեւ, եւ նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Ոչ թե բազմաթիվ ընտրություն եւ ոչ թե բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ։ Որպես հարամանություն մենք միշտ ասել ենք մարդկանց, ինչ որ Հիսուսը ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, եւ ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եվ դրա համար ես շնորհակալ եմ Աստծուց, որ միակ ճանապարհը, որ որևէ մարդ արարած այս երկրի վրա կարող է փրկվել, Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Եվ վերջ։ Դուք պիտի հասկանաք, որ Աստվածաշունչը ասում է, որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին, եւ դուք չեք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Որ մենք ծնվել ենք ամբողջովին ընկած եւ ատել ենք Աստծուն։ Որ մենք երբեք չենք փնտրի Աստծուն եւ երբեք չենք գա նրա մոտ։ Մենք ապստամբել ենք Աստծո դեմ եւ խախտել բոլոր օրենքները։ Խնդիրը նրանում չի, որ դուք մեղք եք գործել, այլ խնդիրը նրանում է, որ բացի մեղքից ուրիշ ոչինչ երբեք չեք գործել։ Աստվածաշունչը մարգարեությունների մեջ ասում է, որ անգամ մեր ամենալավ գործերը նման են կեղտոտ լաթերի Աստծո առաջ։ Եվ դրա պատճառով գիտեք մենք ինչի ենք արժանի։ Աստծո բարկությանը, Աստծո սուրբ ատելությանը։ Դուք ասեք մի րոպե սպասիր, Աստված ոչ մեկին չի ատում, Աստված սեր է։ Ոչ բարեկամս, դու պիտի մի բան հասկանաս։
Եվ Հիսուսը սովորեցրեց, եւ մարգարեները սովորեցրեցին, եւ առաքյալները սովորեցրեցին, որ Աստծո շնորհքից զատ, որը հայտնված է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի միջոցով, միակ բանը, որ մնում է ձեզ համար, դա Աստծո խիստ բարկությունն է, ձեր ապստամբության եւ մեղքի պատճառով։ Երբ ես խոսում եմ համալսարաններում, նրանք շատ արագ ինձ ասում են. «Ոչ, Աստված չի կարող ատել, որովհետև Աստված սեր է»։ Եվ ես ասում եմ ձեզ, Աստված պիտի ատի, որովհետև Աստված սեր է։ Ես սիրում եմ երեխաներ, այդ պատճառով ես ատում եմ արհեստական վիճեցում։ Եթե ես սիրում եմ այն ինչ որ սուրբ է, ես պիտի ատեմ այն ինչ որ անսուրբ է։ Աստված սուրբ Աստված է։ Սա մի բան է, որ ամերիկացիները մոռացել են։ Դուք գիտեք, շատ բաներ, որ դուք սիրում եք անել, Աստված ատում է։ Աղոթեք արթնության համար։ Դուք պիտի ունենաք երիտասարդական պաշտամունք եւ ուզում եք որ Աստված այցելի, բայց մինչեւ այնտեղ գնալը դուք հեռուստատեսությամբ դիտում եք այնպիսի ծրագրեր, որոնցից Աստված զզվում է։ Եվ հետո զարմանում եք, թե Սուրբ Հոգին ինչի չի իջնում այդ վայրի վրա, եւ ինչու դուք պիտի կեղծ կրակ եւ կեղծ աշխուժություն ստեղծեք։ Որովհետեւ Աստված չկա դրա մեջ։ Աստված Սուրբ Աստված է, եւ միակ ճանապարհը, որ ես եւ դուք կարող ենք հաշտվել Սուրբ Աստծո հետ, դա Աստծո որդու միջոցով է, որը մահացավ գամելով խաչի վրա։ Հիմա լսեք ինձ։ Եթե դուք փրկված եք այսօր, դուք փրկված չեք, որովհետև հռոմեացիները եւ հրեաները խաչեցին Հիսուսին։ Դուք փրկված չեք, որովհետև նրա գլխին փշեպսակ դրեցին։ Դուք փրկված չեք, որովհետև նրա կողը գեղարդով խոցեցին։ Եվ դուք փրկված չեք, որովհետև նրան գամեցին խաչին։ Դուք գիտեք ինչու եք փրկված, եթե փրկված եք։ Որովհետև երբ որ Հիսուս Քրիստոսը գամված էր խաչին, նա կրեց քո մեղքը, Աստծո ժողովրդի մեղքը եւ Աստծո ուժգին բարկությունը, որ պիտի գար ձեզ վրա, ընկավ նրա միածին որդու վրա։ Ինչ որ մեկը պիտի վճարեր այդ գինը, ինչ որ մեկը պիտի մահանար։ Դա Հայր Աստված էր, որ ջախջախեց իր միածին որդուն։ Եսայի 53-րդ գլխում ասվում է, որ Տերը հաճեց նրան զարկել։ Մարդիկ ասում են, որ խաչը նշան է նրա, թե ինչ արժեք ունի մարդը։ Դա ճիշտ չէ։ Խաչը նշան է նրա, թե ինչքան ընկած ենք մենք, որ կարիք ունեինք Աստծո որդու մահվանը։ Միակ բանը, որ մեզ նման ժողովրդին կարող էր փրկել, դա Աստծո որդու մահն էր։ Իր սեփական հոր բարկության տակ մտնելով գինը վճարեց, հարություն առնելով մեռելներից, զորություն ունի փրկելու։ Սա է Հիսուսի ավետարանը։ Հիմա դուք ինչ պիտի անեք։ Դուք ասում եք պիտի գնանք նեղ ճանապարհով։ Ինչպես պիտի անենք դա։ Հիսուսն ասեց, ժամանակը լրացած է եւ Աստծո թագավորությունը մոտեցած է։ Հիմա ինչ պիտի անենք։ Մարկոսի մեջ նա ասում է. ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Հիմա կասեք, եղբայր, ես փրկվեցի, երբ որ աղոթեցի եւ խնդրեցի Հիսուսին, որ գա իմ սրտի մեջ։ Եվ ես վստահ եմ, որ դու այդպես ես արել։ Բայց դու չես փրկվել ինչ-որ մի կախարդական բանաձևով կամ ինչ-որ մեկի ասած խոսքեր կրկնելով։ Դու փրկվել ես, որովհետեւ դու ապաշխարել ես քո մեղքից եւ հավատացել ես։ Եվ ոչ թե միայն անցյալում ես արել դա, դու մինչև հիմա էլ շարունակում ես։ Այդ խոսքի ճիշտ մեկնաբանությունը այս է. Աստծո թագավորությունը մոտեցած է, ժամանակը լրացած է։ Հիմա անցկացրեք ձեր մնացած կյանքը ձեր մեղքերից ապաշխարելով եւ ինձ հավատալով։ Դարձի գալը դա պատվաստում չէ։ Դե ես արել եմ դա, ես ապաշխարել եմ, ես հավատացել եմ։ Հարցը սրանում է, բարեկամ, դու շարունակում ես ապաշխարել մեղքից։ Դու շարունակում ես հավատալ, որովհետև նա, որ այդ բարի գործը սկսեց քեզանում, նա ավարտին կհասցնի։ Նա կվերջացնի։ Մենք բապտիստներս քարոզում ենք, որ դուք պիտի մտնեք միայն մեկ դռնով, որն է Հիսուս Քրիստոսը։ Բայց մենք մոռացել ենք մի բան։ Ես ուզում եմ, որ երիտասարդական խմբի ծառայողները, հովիվները եւ ծնողները լսեն ինձ։ Մենք մոռացել ենք ավետարանից մի շատ կարևոր ուսմունք։ Գրված է ոչ թե միայն դուռն է նեղ, այլ նաև ճանապարհն է նեղ։ Մենք հիմնականում այսպես ենք վարվում։ Ինչ որ մեկին բերում ենք Քրիստոսին, նրան առաջնորդում ենք աղոթքի մեջ, հետո նա անցկացնում է իր ամբողջ կյանքը չտարբերվելով աշխարհից։ Եթե դուք սա մերժեք, ես կարող եմ բերել վիճակագրությունները եւ դա ապացուցել։ Ամեն տեսակի սոցիալական հարցումները, որ դուք քննեք, երբ որ Ամերիկայի եկեղեցու բարոյական վիճակը համեմատվում է կորսված մարդկանց բարոյական վիճակի հետ, այդ հարցումները տարբերություն չեն գտնում։ Սա ուղղակի վիճակագրություն է, եւ սա կապ չունի կրոնական մեկնաբանությունների հետ։ Սա միայն վիճակագրություն է։ Գիրք գրքի հետևից տպագրվում է աստվածաբանների, փիլիսոփաների եւ սոցիոլոգների կողմից։ Ինչ է կատարվել եկեղեցու հետ։
Մենք տեսնում ենք, որ արհեստական վիժեցումը նույն ձևով տարածված է եկեղեցում, ինչպես նաև աշխարհում։ Ամուսնալուծությունը նույնպես տարածված է։ Դուք ինձանից լավ գիտեք, որ այստեղ կան երիտասարդներ, որ անբարո գործերի մեջ են, բայց նույն շնչով նաև պաշտում են Աստծուն։ Դուք գիտեք, որ այստեղ կան երիտասարդներ, որ թմրադեղեր են օգտագործում, բայց այցելում են երիտասարդական խումբ։ Նրանք դիտում եւ անում են այնպիսի բաներ, որ հարմար չեն քրիստոնյաների համար։ Բայց նրանք գալիս են երիտասարդական խմբակ եւ իրենց բավարարված են համարում եւ հավատում են, որ փրկված են, եւ ոչ մեկը ոչինչ չի ասում, բացի սա։ Նրանք մարմնավոր քրիստոնյաներ են։ Նրանք իրականում քրիստոնյաներ են։ Պարզապես նրանք մարմնավոր են։ Դա մի վարդապետություն է, որ սկսել է մի քանի տասնամյակ առաջ մի բապտիստական դպրոցում, բայց ոչ հարավային բապտիստ։ Դա աստվածաշնչյան չէ եւ պատմական չէ։ Սիրելի բարեկամ, չկա այդպիսի բան, ինչպիսին է մարմնավոր քրիստոնյա։ Դուք ասեք՝ մի րոպե եղբայր, առաջին Կորինթացիների 3-րդ գլխում Պողոսն ասեց, որովհետև տակավին մարմնավոր եք։ Ոչ, Պողոսը դա ասեց։ Պիտի կարդաք ամբողջ գիրքը, որ հասկանաք, թե Պողոսը ինչ նկատի ուներ։ Երիտասարդներ, լսեք ինձ։ Մեր խնդիրներից մեկը այն է, որ մեր քրիստոնեության մեծ մասը հիմնված է խոսքերից, որոնք գրված են քրիստոնեական վերնաշապիկների ետևում։ Մեր քրիստոնեության մեծ մասը գալիս է երգահաներից եւ ոչ թե Աստվածաշնչից։ Շատ բաներ, որոնց մենք հավատում ենք, թելադրվում է մեզ մշակույթի միջոցով եւ ոչ թե Աստվածաշնչի միջոցով։ Աստվածաշունչը երբեք չի սովորեցնում, որ անձը կարող է լինել իրական քրիստոնյա եւ շարունակ ապրի մարմնավոր վիճակով, փղծության եւ մեղքի մեջ իր ողջ կյանքի ընթացքում։ Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ իրական քրիստոնյային տրված է նոր բնություն։ Իրական քրիստոնյան ունի հայր, որը սիրում է նրան, խրատում է նրան, հսկում է նրան եւ հոգ է անում նրա համար։ Իմ սիրտը ցավում է, որովհետև դուք շատ լավ գիտեք, երիտասարդներ։ Եկեք կեղծավորություն չանենք եւ չթաքցնենք։ Շատերը կան, դուք ճանաչում եք նրանց։ Դուք կարող եք լինել նրանցից մեկը։ Նրանք կարող են լինել ձեր երիտասարդական խմբում։ Նրանք գալիս են հավաքույթի, նրանք անում են ամեն բաները, բայց իրենց սրտում իրենք ամբարիշտից չեն տարբերվում։ Չկա տարբերություն, չկա լույս։ Ինչ որ աշխարհը անում է, նրանք էլ անում են։ Եվ դա հարմար է եւ նորմալ։ Բարեկամս, դա քրիստոնեություն չէ։ Նրանց վտանգը իրենց վարձքը կորցնելը չէ։ Նրանց սպառնում է դժոխքը։ Նրանք Աստծուն չեն ճանաչում։ Ինչ ենք սովորեցնում մենք։ Վերջին անգամ երբ եք լսել, որ ինչ-որ մեկը ասի, որ ոչ թե միայն երկնքի դուռն է նեղ, այլ նաև ճանապարհն է նեղ։ Հիսուսը նշում է, որ քրիստոնյա լինելու ամենակարևոր նշաններից մեկը այն է, որ դու քայլում ես նեղ ճանապարհով։ Գիտեք ճշմարիտ քրիստոնյա լինելու նշանը ինչ է Ամերիկայում։ Որ դու մի անգամ աղոթք ես արել։ Արդյոք սա զարմանալի չէ։ Ինչ են հարցնում, երբ մեկը կասկածում է իր փրկված լինելը։ Դու ինչ որ մի անգամ աղոթք արել ես։ Ինչ է սովորեցնում Սուրբ Գիրքը։ Քննեք ինքներդ ձեզ, փորձեք ինքներդ ձեզ Սուրբ Գիրքի լույսի ներքո եւ տեսեք, թե արդյոք հավատքի մեջ եք, որովհետեւ քրիստոնյան պիտի տարբեր լինի։ Հիմա արդյոք ես ասում եմ, որ քրիստոնյան առանց մեղքի է։ Ոչ, որովհետև Հովհաննեսի առաջին թղթում մենք տեսնում ենք, որ քրիստոնյաները մեղք գործում են։ Եվ եթե մեկը իր մեղքը չի ընդունում, նա Աստծուն չի ճանաչում։ Նա չի քայլում լույսի մեջ։ Ո՞րն է տարբերությունը։ Ինչ է իրականում իմ ասածը։ Իմ ասածը այս է. Եթե դու իրականում վերստին ծնված քրիստոնյա ես, Աստծո զավակ, դու կապրես արդարության ճանապարհով քո կյանքում։ Եվ եթե այդ ճանապարհից շեղվես, Հայրը կգա քո հետևից։ Նա կխրատի քեզ։ Նա ետ կդնի քեզ ճանապարհին։ Բայց եթե դու ասում ես, որ նեղ դռնով ես մտել, բայց ապրում ես լայն ճանապարհի վրա, ճիշտ այնպես, ինչպես ուրիշները քո դպրոցում, ինչպես այն մարդիկ, որ մարմնավոր են եւ չար, Աստվածաշունչը ուզում է, որ դու իմանաս, որ դու սարսափելիորեն պիտի վախենաս, որովհետև դու Աստծուն չես ճանաչում։ Ես վախենում եմ մարդկանցից, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ասել են մարդկանց, որ նրանք փրկված են։ Ես վախենում եմ, որ դուք էլ եք այդպես արել։ Դուք չպիտի ասեք մարդկանց, որ նրանք փրկված են, այլ պիտի ասեք, թե ինչպես փրկվեն։ Աստված կասի նրանց, որ նրանք փրկված են։ Մենք մոռացել ենք, որ փրկությունը դա Աստծո գերբնական գործն է։ Եվ նրանք, որ իսկապես դարձի են եկել, վերածնվել են Սուրբ Հոգեզորությամբ, նրանք նոր արարած կլինեն։ Աստվածաշունչը ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Մենք պարզեցինք այստեղ Սուրբ Գրքում, որ կա նեղ դուռ եւ նեղ ճանապարհ։
15-րդ եւ 16-րդ համարները։ Զգուշ կացեք սուտ մարգարեներիցը, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներիցը կճանաչեք նրանց։ Մի բան կա, որ դուք պիտի գիտակցեք։ Մի բան, որ ինձ մի իմաստուն մարդ ասեց շատ տարիներ առաջ։ Նա ասեց. «Փոլ, քո ամենալավ ընկերը այն մարդն է, որ քեզ կասի ամենաշատ ճշմարտությունը»։ Ամերիկայում մենք այնքան զգայուն ենք դարձել, որ ոչ մեկ չի կարող մեզ հանդիմանել։ Ոչ մեկ չի կարող մեզ ասել, որ մենք սխալ ենք, եւ հոգեվոր առաջնորդներն էլ այս նույն ստին են հավատում։ Մենք չենք ուզում վիրավորել, մենք ուզում ենք փնտրողների հետ ընկերական լինել։ Դուք պիտի հասկանաք, որ միայն մի փնտրող կա, եւ նրա անունը Աստված է։ Եվ եթե դու ուզում ես ինչ-որ մեկի ընկեր լինել քո եկեղեցում, նախ դու պիտի ընկեր լինես Աստծո հետ, եւ պիտի ավելի անհանգստացած լինես Աստծո փառքի համար, քան թե մարդկանց վերաբերմունքի համար։ Դուք պիտի հասկանաք, որ այն մարդը, որ ձեզ ամենաշատն է սիրում, ձեզ ամենաշատ ճշմարտությունը կասի։ Սուտ մարգարեին ճանաչելու ամենալավ նշաններից մեկը այն է, որ նա միշտ քեզ կասի ինչ որ դու ուզում ես լսել։ Նա քեզ երբեք վատ բան չի ասի։ Նա այնպես կանի, որ դու ծափահար ես, որ դու ցատկես։ Նա քեզ կպայի զվարճանքի մեջ եւ քեզ կներկայացնի մի քրիստոնեություն, որը կդարձնի քո եկեղեցին մի շքեղ ժամանցի վայր։ Եվ քեզ այնպես զվարճանքի մեջ կպայի, որ դու երբեք չես մտածի այսպիսի լուրջ խնդիրների մասին։ Արդյոք Աստված գործում է իմ կյանքում։ Ես աճում եմ սրբության մեջ։ Իրականում ես ունեցել եմ վերստին ծնունդ։ Լսեք ինձ, եթե բոլորը այս քաղաքում հավատում են, որ փրկված են, եւ մենք գիտենք, որ դա ճշմարիտ չէ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է, որ քչերը կմտնեն։ Ինչու ես դու մտածում, որ դու փրկված ես։ Ինչու ես դու իսկապես համոզված, որ դու փրկված ես։ Որովհետեւ ինչ որ մեկը ասել է քեզ։ Որովհետեւ դու աղոթք ես արել։ Որովհետեւ դու հավատացել ես։ Մի հարց տամ քեզ, որտեղից գիտես, որ դու հավատացել ես։ Բոլորն են ասում, որ հավատում են։ Ինչու ես մտածում, որ դու նրանց նման չես։ Դու գիտես Աստվածաշունչը ինչպես է սովորեցնում, որ դու իմանաս, որ դու փրկված ես։ Գիտես թե բապտիստները մինչև 50 տարի առաջ ինչ կասեին քեզ, թե ինչպես պիտի իմանաս, որ փրկված ես։ Դու գիտես, որ դու փրկվել ես, որովհետև քո կյանքը շարունակվում է փոխվել, եւ քո կյանքի ուղղությունը դեպի Աստծո ճշմարտության մեջ քայլելն է։ Եվ երբ որ դու անհնազանդությամբ այդ ճանապարհից դուրս ես գալիս, ինչպես մենք բոլորս, Աստված գալիս է քո ետևից եւ քեզ ետ է դնում ճանապարհի վրա։ Ամենավառ ապացույցներից մեկը, որ դու իսկապես վերստին ծնվել ես, այն է, որ Աստված չի թողնի քեզ խոսել ինչպես քո մարմինը ուզում է խոսել։ Աստված չի թողնի քեզ, որ դու հագնվես ինչպես պիղծ աշխարհը կամ մարմնավոր եկեղեցին քեզ թույլ են տալիս։ Աստված չի թողնի, որ դու վարվես աշխարհի նման, խոսես աշխարհի նման, լսես այնպիսի բաներ, որ աշխարհն է լսում։ Աստված փոփոխություն կանի քո կյանքում։ Շարունակելով այսպես է գրված 16 համարում. Իրենց պտուղներիցը նրանց ճանաչեցեք։ Ինչպես պիտի ճանաչես սուտ մարգարեին, ավելի լայն ուսումնասիրելով այստեղ եւ ամբողջ Սուրբ Գրքում, ինչպես պիտի իմանաս, որ անձը ճշմարիտ քրիստոնյա է։ Նրանց պտուղից, իմ բարեկամ։ Նայր քո կյանքին, նայր թե ինչպես ես քայլում, նայր թե ինչպես ես խոսում, նայր քո սրտի ցանկություններին։ Դու տեսնում ես Հիսուսին այնտեղ, թե նա մի ավելորդ մասնիկ է քո կյանքում։ Արդյոք նա մի բան է, որով դու զբաղվում ես չորեքշաբթի եւ կիրակի օրերին։ Նա ինչ որ մեկն է, որին ընդամենը մտքով ես համաձայն։ Նա մի ավելորդ մաս է, թե նա կենտրոնն է քո կյանքի։ Ինչ պտուղ ես դու բերում։ Դու սիրում ես աշխարհը, վարվում ես աշխարհի նման։ Դու վայելում ես նույն ուրախությունը, որ աշխարհն է վայելում։ Դու կարող ես սիրել մեղք եւ թանկ գնահատել այն։ Դու սիրում ես ապստամբություն եւ ախորժում այն։ Ուրեմն դու Աստծուն չես ճանաչում։ Իրենց պտուղից կճանաչեք նրանց։ Աստված զորություն ունի դրանք փոխելու։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հիսուսը սովորեցնում է այս հատվածը։ Եվ դու նստած ես այնտեղ եւ լսում ես։ Եվ նա նայում է քեզ եւ ասում. Տատասկներ։ Դու կարող ես թզենու վրա տատասկ գտնել։ Եվ դու կպատասխանես. Իհարկե ոչ, Հիսուս։ Դու գյուղատնտես կամ ֆերմեր չես։ Դու հյուսն ես։ Բայց բոլորը գիտեն, որ փուշ չես կարող գտնել թզենու վրա։ Շատ լավ, մի ուրիշ հարց տամ քեզ։
Կարող ես թուզ կամ լավ պտուղ գտնել փշերի վրա։ Իհարկե ոչ, Հիսուս, դա ծիծաղելի է։ Դու երբեք փուշ չես գտնի թզենու վրա, եւ դու երբեք չես գտնի թուզ փշերի վրա։ Դա հնարավոր չէ։ Ով որ այդպիսի բան ասի, կամ խենթ է, կամ ստախոս։ Եվ հետո Հիսուսը պատասխանում է քեզ եւ ասում. շատ բարի։ Նրանք, որ կոչում են իրենց իմ աշակերտներ, եւ չար պտուղ են բերում։ Նույնը չէր լինե, որ ասեինք, որ նրանք կամ ստախոս են, կամ էլ խենթ են, եթե այդպիսի հայտարարություն են անում։ Թույլ տվեք ավելի մանրանալ։ Պատկերացրեք, ես ուշացած գամ այստեղ ու արագ բարձրանամ այս բեմի վրա եւ բոլոր ավակները բարկացած ասեն. Եղբայր Փոլ, դու չես գնահատում այն փաստը, որ քեզ հնարավորություն է տրվել այստեղից խոսելու, եւ դու ուշացած ես եկել։ Եվ ես ասեմ նրանց. եղբայրներ, դուք պիտի ներեք ինձ։ Ինչու՞։ Գիտեք, ես գալիս էի այստեղ մայրուղով եւ ճանապարհին մեքենայիս անիվը իջավ։ Երբ ես դուրս եկա եւ փոխում էի անիվը, մի մաս ընկավ ճանապարհին։ Եվ ես մոռացել էի, որ գտնվում էի մայրուղու վրա, ու ես վազեցի մայրուղու մեջտեղը եւ վերցրեցի այդ մասը։ Եվ հենց կանգնեցի այդ պահին 30 տոննանոց մի բեռնատար մեքենա, որը ընթանում էր 120 մղոն արագությամբ, ընդամենը 10 մետր ինձանից հեռու էր, եւ ինձ տակը գցեց։ Դրա համար ես ուշացել եմ։ Հասկանում եմ, որ տրամաբանություն ոչ մեկ էլ չի ուսումնասիրում։ Բայց այստեղ միայն երկու տրամաբանական եզրակացություն կարող ենք անել։ Առաջին, ես ստախոս եմ, կամ երկրորդ, ես խենթ եմ։ Դուք ասեք, եղբայր Փոլ, դա ամբողջովին անհեթեթություն է։ Անհնար է, եղբայր, որ մարդ ունենա առնչություն այդպիսի մեծ բեռնատարի հետ եւ փոխված չլինի։ Եվ իմ հարցը ձեզ կլինի. ո՞րն է ավելի մեծ, բեռնատար մեքենան, թե Աստված։ Ինչպես է, որ այսքան մարդիկ այսօր դավանում են, որ Հիսուս Քրիստոսի հետ հանդիպում են ունեցել, բայց նրանց կյանքում փոփոխություն չկա։ Մի քանի մտքեր կիսվեմ ձեզ հետ։ Դուք գիտեք, որ ես ճշմարտությունն եմ ասում։ Քանի անգամ եք գնում եւ վերընծայում ձեր կյանքը, եւ հետո նորից եւ նորից եւ նորից։ Քանի անգամներ են երիտասարդական խմբերը գնում այսպիսի ժողովների եւ ոգևորվում են, հետո վերադառնում են եկեղեցի եւ դա տևում է ընդամենը 1 շաբաթ եւ կես։ Հետո ասում են. «Օ, Աստված շարժեց այդ վայրը»։ Ոչ, դա Աստված չէր։ Եթե դա չի հարատևում, դա Աստված չէր, դա զգացմունք էր։ Այնտեղ շատ բաներ կային, բայց Աստծո շարժը չկար։ Աստված գործ արել է քո կյանքում։ Աստված հիմա գործանում է քո կյանքում։ Իրենց պտուղիցը կճանաչեք նրանց։ Անցնենք 19 համարին։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է եւ կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղներիցը ճանաչեցեք նրանց։ Պետք է մի բան հասկանաք եբրայերեն գրականության մասին։ Երբ ես եւ դու մի բան ենք ուզում շեշտել, մենք ինչ ենք անում։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը։ Իսկ եթե գրում ենք, մենք ընդգծում ենք կամ գրում մեծատառերով։ Իսկ հրեայի մոտ դա տարբեր է։ Երբ նա մի բան է ուզում շեշտել, նա նույն բանը կրկնում է եւ կրկնում։ Դրա համար մենք տեսնում ենք այդպիսի եբրայերեն արտահայտություններ առակած գրքում։ Ամբարիշտները երկրին պիտի կորսվեն ու անօրենները անկե պիտի մերժվեն։ Նա նույն բանն է ասում, բայց տարբեր ձևով, որպեսզի ավելի լավ շեշտի։ Այստեղ Հիսուսը նույն բանն է անում նորից ու նորից։ Իրենց պտուղիցը կճանաչեք նրանց, նրանց քայլած ճանապարհից կճանաչեք նրանց։ Իրենց պտուղներիցը կճանաչեք նրանց։ Եվ նա ասում է, որ ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է եւ կրակի մեջ գցվում։ Ինչի մասին է նա խոսում։ Իմ սիրելի բարեկամ, նա խոսում է ամենակարող Աստծո դատաստանի մասին, որ մի օր պիտի գա աշխարհի վրա։ Որ մի օր հնարավոր է պիտի գա քեզ վրա։ Իմ սիրելի բարեկամ, ես չեմ կարող նայել քո սրտի մեջ։ Ես անգամ իմ սրտից եմ հեշտորեն խաբվում։ Բայց կա մեկը, որ չի խաբվում։ Կա մեկը, որ չի խաբվում ժամանակակից քրիստոնեական մշակույթից։ Նա գիտի, իրենց պտուղներիցը կճանաչեք նրանց։ Եվ շարունակելով նա ասում է 21-րդ համարում.
Ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Դուք գիտեք ձեր հավատքի դավանությունը հանդեպ Հիսուս Քրիստոսին ինչ արժեք ունի։ Բացարձակ ոչ մի արժեք։ Այո, դուք կարդացիք այդ համարը, ուսումնասիրեք այդ համարը։ Ոչ թե ամեն մի Տեր ասողը, ոչ թե ամեն Տեր դավանողը կմտնի երկնքի արքայությունը։ Շատ մարդիկ կան, որ կդավանեն Տեր, բայց նրանք չեն մտնի երկնքի արքայությունը։ Սիրելի երիտասարդ, արդյոք դու դրանցից մեկն ես։ Եկեք նորից վերադառնանք եբրայերեն գրականությանը։ Նա ասաց Տեր, նա չասաց Տեր։ Դա ինչ է նշանակում։ Այս մարդը, որ անում է այս դավանությունը, այնպիսի մեկը չէ, որ մտածում է, որ քանի որ դատաստանի օրն է, նա ավելի լավ է Հիսուսին Տեր դավանի։ Սա մի մարդ է, որ մարդկանց միշտ հայտարարում է, որ Հիսուս Քրիստոս Տեր է։ Նա քայլում է եւ ասում է Տեր, երբ որ երաժիշտները նվագում են, նա ցատկում է եւ ասում է Տեր, նա երգելով դավանում է Տեր։ Բայց Հիսուսը նրան ասում է. հեռացիր ինձանից, ես քեզ երբեք չեմ ճանաչել։ Դուք գիտեք, Բիլի Գրեհամը շատ բարի եւ հաճելի մարդ է, բայց Բիլի Գրեհամը ասել է, որ նա հավատում է, որ Աստվածաշնչին հավատացող եկեղեցիներ հաճախող մարդկանց մեծամասնությունը կորսված են։ Նա ասել է, որ նա շատ ուրախ կլիներ, եթե իր ժողովներում հավատքի դավանություն կատարող մարդկանցից անգամ 5%-ը փրկված լինեին։ Երբ ես Նիգերիայում էի անցած տարի, այցելեցինք մի մայրիկի, որի որդին սպանվել էր մուսուլմանների կողմից։ Հյուսիսային Նիգերիայում, երբ ինչ-որ մեկը դավանում է Հիսուս Քրիստոսին, դու արդեն գիտես, որ դա ճշմարիտ է։ Ինչու՞։ Որովհետև նա կարող է մեռնել այդ դավանության պատճառով։ Բայց Ամերիկայում հաշվի առեք գինը։ Մտածեք, քննեք ձեր կյանքը Աստվածաշնչով։ Դու ճանաչում ես Տիրոջը։ Դու ճանաչում ես նրան։ Որովհետև ոչ ամեն Տեր ասողները կմտնեն երկնքի արքայությունը։ Բայց տեսեք, թե ինչ է գրված։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Որն է նշանը, որ անձը իսկապես քրիստոնյա է դարձել։ Երանի մենք նորից սկսենք սովորեցնել սա։ Ինչ է եղել մեր աստվածաբանության հետ։ Ինչ է պատահել մեր վարդապետությանը։ Ինչ է պատահել մեր ուսուցման հետ։ Մենք այն պատուհանից դուրս ենք գցել։ Ոչ ոք չի ուզում էլ վարդապետություն ուսումնասիրել։ Նրանք ուզում են երգել լսել եւ կարդալ քրիստոնեական վերնաշապիկների ետևի գրվածները։ Ինչ է պատահել ճշմարտությանը։ Ճշմարտությունը քեզ կասի, որ ապացույցը կամ ճանապարհը, որ դու կարող ես վստահ լինել, որ իսկապես վերստին ծնվել ես, այն է, որ քո կյանքի իմաստը Տիրոջ կամքը կատարելն է։ Դուք ասեք, դե դու գործերի մասին ես խոսում։ Ոչ, ես խոսում եմ հավատքի փաստերի մասին։ Քո հավատքի դավանությունը ապացույց չի, որ դու վերստին ծնվել ես, որովհետև բոլորը այս երկրում հավատում են Հիսուս Քրիստոսին։ Վիճակագրությունը ասում է, որ ամերիկացիների 65-ից 70%-ը փրկված են, վերստին ծնված քրիստոնյաներ։ Սա աշխարհում ամենաանաստված երկիրն է։ Մենք ամեն օր 4000 երեխա ենք սպանում, բայց փառք Աստծո, մեզնից 70%-ը վերստին ծնված են։ Որտեղից գիտես, որ քո հավատքը կեղծ չէ։ Կյանքի ոչ, որ մտահոգված է հոր կամքով, որ հոր կամքն է կատարում։ Եվ երբ որ դու չես հնազանդվում հոր կամքին, Սուրբ Հոգին գալիս է եւ հանդիմանում, կամ անձնապես Աստծո գրված խոսքով, կամ մի եղբոր կամ քրոջ միջոցով։ Եվ Աստված քեզ նորից ետ է դնում ճանապարհի վրա։ Եթե դու իրականում քրիստոնյա ես, դու չես կարող նրանից ազատվել։ Ձեզ մի օրինակ ասեմ։ Եթե ես լինեի քո հովիվը, եւ դու լինեիր 14 տարեկան, եւ ես քարոզելուց վերադառնալու ճանապարհին, կես գիշերին տեսնեի, որ դու այգում կանգնած ես, կամ մի անկյունում մի քանի անպիտան մարդկանց հետ կանգնած ես եւ անում ես բաներ, որ չպիտի անես, եւ դու մեր եկեղեցու անդամ ես։ Ես քեզ կասեի նստիր մեքենան, ես քեզ կտանեի քո հայրիկի մոտ, ես չէի բարկանա քեզ վրա։ Ես քո հոր վրա կբարկանայի եւ կասեի. «Պարոն, դու անուշադիր հայր ես, որ թողել ես քո երեխան այս պայմաններում դրսում լինի։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ Աստված անուշադիր հայր չէ»։ Եթե դու կարող ես խաղալ մեղքի հետ, եթե դու կարող ես սիրել աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ է, եթե դու կարող ես միշտ մասնակցել աշխարհի գործերին, եթե քո հերոսները աշխարհի մարդիկ են, եթե դու ուզում ես նմանվել նրանց, ապրել նրանց նման, անել այն բաները, որ նրանք են անում, Օ իմ սիրելի բարեկամ, լսիր իմ ձայնին։ Հավանականությունը մեծ է, որ դու Աստծուն չես ճանաչում եւ դու նրան չես պատկանում։ Ավարտին հասնելով կարդան 22 համարից։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, Տեր,
Չէ որ քո անունովը մարգարեացանք, եւ քո անունովը դևեր հանեցինք, եւ քո անունովը զորություններ գործեցինք, եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց. երբեք ձեզ չեմ ճանաչել։ Դուք կասեք, որ ամենակարևոր բանը այս աշխարհում Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Դա ճիշտ չէ։ Ամենակարևոր բանը աշխարհում այն է, որ Հիսուս Քրիստոսը քեզ ճանաչի։ Ես չեմ կարող մտնել սպիտակ տուն, եթե գնամ այնտեղ եւ բոլորին ասեմ, որ Ջորջ Բուշին ճանաչում եմ։ Բայց նրանք ինձ ներս կթողնեն, եթե Ջորջ Բուշը գա եւ ասի, որ Փոլ Վոշերին ճանաչում է։ Դու կարող ես դավանել Հիսուսին, բայց իմ հարցը քեզ. դու ճանաչում ես Հիսուսին։ Հիսուսը ճանաչում է քեզ։ Տեսեք ինչպես է նա ներկայացնում կորսված մարդկանց այստեղ։ Նա ասաց. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Հունարեն անոմիա, ժխտական նախածանց ա։ Նամաս խոսքը, օրենք, օրենք։ Սա է դրա նշանակությունը, սրա ճիշտ թարգմանությունը։ Լսեք ինձ, եթե ես կարողանայի գալ այդտեղ եւ ձեզ փաթաթվել, սա ասելուց ես կանեի դա։ Լսեք ինձ։ Նա ասում է. հեռացեք ինձանից, դուք որ ասում եք, որ իմ աշակերտներն եք, որ ինձ դավանում եք որպես Տեր, բայց ապրում եք այնպես, կարծես թե ես երբեք ձեզ օրենք չեմ տվել հնազանդվելու։ Ես հենց նոր նկարագրեցի Հյուսիսային Ամերիկայի քրիստոնյաների մեծամասնությանը։ Եթե մեկը խոսում է օրենքի մասին, եթե մեկը սկսում է խոսել աստվածաշնչյան կանոնների մասին, թե մենք ինչ պիտի անենք կամ ինչ պիտի չանենք, ինչպես պիտի ապրենք եւ ինչպես պիտի չապրենք, բոլորը սկսում են գոռալ. օրինապաշտ։ Բայց Հիսուսը ասեց. հեռացեք ինձանից, դուք որ ինձ Տեր եք ասում, բայց այնպես եք ապրում, կարծես թե ես ձեզ երբեք օրենք չեմ տվել։ Այսօրվա ամերիկյան քրիստոնեությունը ասում է ներս մտիր, փառք Տիրոջ, ապրիր աշխարհի մարդկանց նման, դա նորմալ է, դու պարզապես մարմնավոր ես, միգուցե մի օր ետ կգաս։ Գիտեք ինչ է լինում մեր վատ ավետարանչության պատճառով։ Մենք ունենք անթիվ երեխաներ, որ փրկվում են մանկական միջոցառումների ժամանակ, ու երբ որ նրանք դառնում են 15 տարեկան, նրանց մեծամասնությունը մտնում են աշխարհ եւ ապրում դևերի նման։ Եվ հետո 30 տարեկան հասակում գալիս են եւ վերընծայում իրենց կյանքը։ Միգուցե նրանք հիմա փրկվեցին։ Սիրելիներ, մենք ավելին պիտի անենք, քան մարդկանց ասենք, որ փրկված են, որովհետև Հիսուսին Տեր ընդունեցին։ Սատանան ընդունում է, որ Հիսուս Տեր է։ Արդյոք քո կյանքը փոփոխության ընթացքի մեջ է։ Հետո նա խոսում է երկու մարդկանց մասին, երկու հիմքերի մասին։ Կարևոր է աստվածաբանություն ուսումնասիրելը եւ պատմություն ուսումնասիրելը։ Ժամանակակից մեկնաբանությունը այս հատվածի, այսինքն ժայռի եւ ավազի մասին, հետեւյալն է. Եթե դու քրիստոնյա ես, դու պիտի քո կյանքը ժայռի վրա կառուցես, որովհետև եթե ավազի վրա կառուցես, դու երջանիկ քրիստոնյա չես լինի, եւ քո կյանքը հաջող չի լինի։ Հիսուսը դա չէր սովորեցնում, եւ պատմությունը իմ կողմն է այս հարցում։ Այս հատվածը երբևիցե այդպես չի մեկնաբանվել։ Դու գիտեք որն է սրա մեկնաբանությունը։ Դա հետեւյալն է. երկու ճանապարհ կա։ Կա նեղ ճանապարհ եւ լայն ճանապարհ, որ մեկի վրա ես դու։ Երկու տեսակ ծառ կա։ Կա լավ ծառ, որ բարի պտուղ է բերում եւ երկինք է գնալու։ Կա վատ ծառ, եւ դուք գիտեք, որ դա վատն է, որովհետեւ վատ պտուղ է բերում, եւ դա դժոխք է գնալու։ Սա կկտրվի եւ կրակի մեջ կգցվի։ Կան մարդիկ, որ ընդունում են Հիսուսին որպես Տեր եւ կատարում են հոր կամքը, որ երկնքում է։ Եվ կան նրանք, որ դավանում են Հիսուսին որպես Տեր եւ չեն անում հոր կամքը, որ երկնքում է։ Եվ նրանք դժոխք են գնում։ Ոչ թե նրա համար, որ գործեր չունեն, այլ որովհետեւ չունեն հավատք, որը կապացուցվի գործերով։ Այստեղ երկու քրիստոնյաներ չեն, որոնք շինում են իրենց տունը տարբեր հիմքերի վրա։ Ոչ, մեկը փրկված մարդ է, իսկ մյուսը կորսված։ Կորսված մարդը լսում է քարոզված Աստծո խոսքը, բայց հիմք չի դնում։ Դուք չեք կարող տեսնել, թե ինչպես է Աստծո խոսքը ձևավորում եւ կառուցում իր կյանքը։ Քանի հոգի հարավային բապտիստների մեջ, անկախ մեր թվից, անկախ մեր ամեն ինչից, եթե մենք պարզապես վերցնենք այս հատվածը եւ համեմատենք մեր կյանքը այս հատվածին եւ ասենք. դու կառուցում ես քո ամուսնությունը Աստծո խոսքի վրա, դու դաստիարակում ես քո երեխաներին Աստծո խոսքով, դու Աստծո խոսքով ես վարվում քո ֆինանսների հետ, դու զատում ես քեզ այս աշխարհի գործերից, հիմնված լինելով Աստծո խոսքին, քանիս է կարող են դրական պատասխանել։ Ոչ, դա պետք չէ։ Ես դավանել եմ Հիսուսին։ Նա իմ փրկիչն է։ Իմ Կիրակնորյա դպրոցի ուսուցիչը ինձ այսպես է ասել։
Իմ ծանոթներից մեկը, Leonard Ravenhill-ը, այսպես էր ասում. Ես շատ բապտիստ եկեղեցիներում ընդամենը մեկ անգամ եմ քարոզում։ Ես էլ այսպիսի վայրերում մեկ անգամ եմ քարոզում։ Ես կարող էի այսօր կանգնել այստեղ, այնպիսի բառապաշարով, որ ձեզ կզարմացներ, եւ քարոզել այնպիսի բաներ, որ կբարձրացներ ձեզ, եւ ձեզ օթերում կզգայիք։ Ես կարող էի ձեզ պատմել ծիծաղելու պատմություններ, կամ պատմություններ շնիկների եւ տատիկների մասին, որ ձեզ կլացեցներ, բայց ես ձեզ անչափ շատ եմ սիրում, որ այդպիսի բաներ անեմ։ Ես գիտեմ, որովհետեւ Աստծո խոսքը ճշմարիտ է, որ կան մարդիկ, որ հավատում են, թե փրկված են, բայց նրանք փրկված չեն։ Գիտեմ, որ ձեզնից ոմանք նայում են իրենց շուրջը եւ մտածում. «Դե ես փրկված եմ»։ Ես նման եմ մեր երիտասարդական խմբից շատերին։ Ինչու ես մտածում, որ քո երիտասարդական խումբը փրկված է։ Դե ես նման եմ իմ ծնողներին, կամ ես նման եմ մեր եկեղեցու շատ չափահասներին, կամ Հովին։ Դա ինչ նշանակություն ունի։ Դու նրանցով չես դատվելու նրա գալստյան օրը։ Իմ հարցը քեզ, սիրելի երիտասարդ, դու կարող ես իմ երեխան լինեիր։ Ես աղոթում եմ, որ երբ որ իմ տղան մեծանա, ինչ որ քարոզիչ կկանգնի նրա առջև եւ կասի. «Բավական է»։ Եկեք տեսնենք ինչ է ասում Աստծո խոսքը։ Այդ վերջին օրը ինչպես ես կանգնելու այն թեժ կրակի առջև, որը Աստծո սրբությունն է։ Սիրելի թանկագին երիտասարդ աղջիկ, սիրելի երիտասարդ տղա, այդ վերջին օրը քո դավանանքը ճշմարիտ կլինի։ Դու փրկված ես։ Ես չեմ խոսում նրա մասին, թե դե կարծում եմ, որ փրկված եմ։ Գիտեք, կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առաջ, բայց նրա վախճանը մահ է։ Դե իմ սրտի խորքում ես զգում եմ, որ ես փրկված եմ։ Մի հարց տամ. երբևիցե կարդացել ես, որ սիրտը խաբեբա է եւ պիղծ։ Ով կարող է այն գիտենալ։ Դե ես գիտեմ, որ ես փրկված եմ, որովհետեւ իմ մայրը, իմ հայրը, իմ հովիվը եւ բոլորը ինձ ասում են, որ ես փրկված եմ։ Ես քեզ սա եմ ասում։ Աստծո խոսքը քեզ ինչ է ասում։ Մենք շատ ենք խոսում կատարյալ նվիրված քրիստոնյաների մասին։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք չեն, որ ցատկում են համերգների ժամանակ։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք չեն, որ հագնում են քրիստոնեական վերնաշապիկներ։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, որ Սուրբ Հոգու պտուղ ունեն։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, որ հարգում եւ պատվում են իրենց ծնողներին, անգամ երբ իրենց ծնողները սխալ են։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, եւ սա ձեզ կբարկացնի։ Ու ես խոսում եմ եւ տղաների եւ աղջիկների մասին։ Կատարյալ նվիրված քրիստոնյաները նրանք են, որ չեն հագնվում անպարկեշտորեն ցուցադրելով իրենց մարմինները։ Եթե քո հագուստը ընդգծում է քո երեսը, ուրեմն Աստծուն հաճելի է քո հագուստը։ Եթե քո հագուստը ընդգծում է քո մարմինը, դա անպարկեշտ է եւ Աստված ատում է քո արածը։ Բոլորը ուզում են խոսել Մարգարեի մասին, բայց ոչ ոք չի ուզում լսել նրան։ Ես խոսում եմ քրիստոնեության մասին։ Ես անցկացրել եմ իմ կյանքը ջունգլիներում։ Ես անցկացրել եմ իմ կյանքը սառչելով սարերի մեջ։ Ես տեսել եմ ինչպես են մարդիկ մեռնում։ Մի փոքր տղայի մուսուլմանները կրակել էին 5 անգամ նրա փորին եւ թողը նրան ճանապարհի վրա։ Միայն նրա համար, որ նա ասել էր. «Ես շատ եմ վախենում, բայց ես չեմ կարող ուրանալ Հիսուս Քրիստոսին։ Խնդրում եմ, մի սպանեք ինձ, բայց ես չեմ ուրանա Հիսուսին»։ Նա մահացավ իր լճացած արյունի մեջ։ Եվ դուք խոսում եք կատարյալ նվիրված քրիստոնյա լինելու մասին, որովհետև դուք քրիստոնեական վերնաշապիկ եք հագել, կամ որ կոնֆերանս եք գնացել։ Ես խոսում եմ սրբության մասին։ Ես խոսում եմ աստվածապաշտության մասին։ Գիտեք ինչպիսին կլիներ Աստծո շարժը այս վայրում։ Եթե բոլորդ այստեղ զգայիք հանդիմանություն, եթե ես ինքս զգայի Սուրբ Հոգու հանդիմանությունը, մենք ընկնեինք մեր երեսների վրա եւ լացեինք, որովհետև մենք դիտում ենք այնպիսի բաներ, որ Աստված ատում է։ Որովհետև մենք հագնում ենք շորեր, որ Աստված ատում է։ Մենք քայլում ենք աշխարհի պես, մենք մեզ պահում ենք աշխարհի նման, մեր վրայից աշխարհի հոտն է գալիս։ Եվ մենք չգիտենք, որ այս բաները անում ենք, որովհետև չգիտենք Աստծո խոսքը։ Որովհետև թեկուզ որպես հարամանություն մենք ընդունում ենք, որ Աստվածաշունչը Աստծո անսխալ խոսքն է, մենք միայն վերցնում ենք այնտեղից օրինակներ, պատմություններ եւ փոքրիկ առասպելներ։ Երանի Աստված փչեր այս վայրի վրա, որ մենք ետ դառնայինք մեր մեղքից եւ մերժեինք այն բաները, որ անհաճելի են Աստծուն։ Այն ժամանակ մենք կվազեինք նրա մոտ եւ կգնահատեինք նրան եւ կսիրեինք նրան։ Երանի Աստված բարձրացնել միսիոներներ։ Ես չեմ ցանկանում այն նույն բաները, որ ձեր ծնողներն են ցանկանում ձեզ համար։ Նրանք ցանկանում են ապահովություն եւ գեղեցիկ տներ ձեզ համար։ Նրանք ցանկանում են ձեզ համար մեքենաներ եւ հարգանք։ Ես ցանկանում եմ ձեզ համար այն նույն բանը, որ ցանկանում եմ իմ որդու համար։
որ մի օր նա կվերցնի Հիսուս Քրիստոսի դրոշակը եւ կկանգնեցի մի սարի վրա, որտեղ այն երբեք չի դրվել, եւ նա կբացականչի. Հիսուս Քրիստոս Տեր է։ Անկամ եթե իմ որդին կորցնի իր կյանքը, երբ նա 18 տարեկան լինի, եթե նա ասի նույն բանը, որ ես ասացի, երբ որ ես երիտասարդ էի, ես գնում եմ սարերի մեջ, ես գնում եմ ջունգլիների մեջ, մարդիկ ինձ ասում էին, դու չես կարող գնալ այնտեղ, դու ցնդել ես, այնտեղ պատերազմ է, դու կմեռնես, ես գնացի։ Երբ այդ փոքր տղան վերցնի իր պայուսակը, ես կաղոթեմ նրա համար եւ կասեմ. գնա։ Աստված քեզ հետ։ Եվ եթե մեռնես, որդիս, ես այնտեղ քեզ կտեսնեմ եւ կհարգեմ քո մահը։ Եկեք աղոթենք։ Տեր, ինձ չի հետաքրքրում իմ համբավը։ Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կմտածեն։ Ես ուզում եմ, որ դու մեծարվես։ Ես ուզում եմ, որ այս երիտասարդները փրկվեն։ Ես ուզում եմ, որ նրանք, որ փրկված են, դադարեցնեն նայելը մշակութային քրիստոնեությանը, որ դու ատում ես եւ պիտի փսխես քո բերանից։ Որ նրանք նայեն Աստծո խոսքին եւ ասեն. ես Հիսուսին եմ հետևելու։ Ով Աստված, ես աղոթում եմ երիտասարդ ծառայողների եւ հովիվների համար, որ նրանց լցնես իմաստության, սիրո, քաջության եւ զանազանության հոգով։ Եվ սիրելի Աստված, ամեն գնով ես աղոթում եմ, որ դու բարձրացնես միսիոներներ։ Ես նայում եմ այս երիտասարդներին եւ մտածում իմ տղայի մասին։ Տեր Աստված, Իրանի փրկես իմ որդուն եւ ուղարկես նրան պատերազմի ամենավատ մասերը։ Սիրելի Աստված, բարձրացրու միսիոներներ այստեղ։ Բարձրացրու քարոզիչներ, հովիվներ, ավետարանիչներ, որ գիտեն Աստծո խոսքը։ Ով Տեր, գործիր այս վայրում, խնդրում եմ։ Գործիր այստեղ, սիրելի Աստված։ Խնդրում եմ։ Կա այստեղ ինչ-որ մեկը, որ կասի. եղբայր Փոլ, ես ստի մեջ եմ ապրել։ Ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, բայց ես սիրում եմ աշխարհը։ Ես նման եմ աշխարհին եւ ինձ ատում եմ դրա համար։ Եվ եղբայր, ես հոգնել եմ այս քրիստոնեությունից, որ ես ապրում եմ։ Ես ուղղակի զզվում եմ սրանից։ Ես ուզում եմ փրկվել։ Ես ուզում եմ, որ դուք կանգնեք։ Եղբայր Փոլ, ես ուզում եմ փրկվել։ Ուրիշ մեկը կա։ Ես ուզում եմ փրկվել։ Ամեն։ Մի քիչ հետո պիտի հրավերք լինի։ Ես կիջնեմ այստեղ, եւ նրանք, որ կանգնեցին, ես ուզում եմ հանդիպել ձեզ հետ։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ։ Հիմա դուք կարող եք նստել։ Շնորհակալություն։ Հիմա ես ուզում եմ խոսել նրանց հետ, որ կարծում են, թե քրիստոնյա են։ Քո կյանքը պատվում է Հիսուս Քրիստոսին։ Դու նայում ես նրա խոսքին, որ իմանաս, թե ոնց պիտի ապրես։ Երկու բան կա, որ կարող է փրկել ամերիկյան եկեղեցին։ Միայն երկու տարբերակ։ Առաջինը, որ ամբողջովին փոխվի մեր քարոզելը եւ Աստծո խոսքի ուսումնասիրելը, եւ երկրորդը խիստ եւ սարսափելի հալածանք։ Դա միակ բանն է, որ կփրկի ամերիկյան եկեղեցին։ Ես աղոթում եմ, որ դուք վերադառնաք Տիրոջ խոսքին։ Լսիր ինձ, երիտասարդ։ Դու պիտի հետևյալն ասես. ես ինչպես պիտի վերաբերվեմ իմ ծնողներին։ Բացիր խոսքը, կարդա եւ հնազանդվիր։ Ես ինչպես պիտի հագնվեմ։ Բացիր խոսքը, կարդա եւ հնազանդվիր։ Ինչպես պիտի խոսեմ, ինչ պիտի լսեմ։ Բեր ամեն միտք, խոսք եւ գործ Հիսուս Քրիստոսի իշխանության տակ։ Հիմա ես ձեզ չեմ ասելու, որ դուք կանգնեք, որովհետեւ ես հոգնել եմ մարդկանց առաջ գալուց եւ որոշում կայացնելուց, ու այդ որոշումները 2 րոպե են տևում։ Ես այստեղ չեմ եկել, որ իմ ամսագրում գրեմ, որ ձեզնից անթիվ մարդիկ առաջ եկան։ Ես ուզում եմ, որ դուք տուն գնաք եւ ձեր ամբողջ սրտով ապրեք Հիսուս Քրիստոսի համար։
Եվ եթե դու խորհրդի կարիք ունես եւ մտածում ես, եղբայր, ես ուզում եմ ապրել Հիսուսի համար, ես չգիտեմ ինչպես, շուտով հրավեր կլինի եւ ես ուզում եմ, որ դուք առաջ գաք, բայց ոչ թե որոշում կայացնելու։ Եթե ուզում ես որոշում կայացնել, արա այդ որոշումը քո նստած տեղում։ Եթե ինչ-որ մեկի հետ ուզում ես կիսվել, գնա քո հովվի մոտ, գնա ասա քո երիտասարդական խմբի ծառայողին։ Եվ գիտես ինչ, մենք կիմանանք, թե այդ որոշումը հաստատ կմնա թե ոչ։ Մենք կիմանանք, թե դա Աստծուց է թե ոչ։ Բոլորդ, որ այստեղ եք, ձեզ մի բան եմ ուզում ասել։ Եթե դու որոշում ես կայացրել հետևել Հիսուս Քրիստոսին, եթե դու փրկության որոշում ես կայացրել այս 2 օրերի ընթացքում, հիշիր սա։ Եթե դա ճշմարիտ էր, դա կհարատևի։ Իսկ եթե 2 շաբաթ հետո դու ետ գնաս աշխարհ, ապրես աշխարհի նման, գործես աշխարհի նման, ուզում եմ որ սա իմանաս, դու այստեղից ոչինչ չտարար այս օրերի ընթացքում։ Դու միայն զգացմունքներ ունեցար, եւ ընդամենը այդքանը։ Եթե դու իրականում մի բան արար Աստծուց, ուզում եմ որ իմանաս, դա կհարատևի։ Եվ եթե անգամ ուզենաս փախչել, դու չես կարող անել դա։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Ես խնդրում եմ որ բոլորս կանգնենք։ Եթե դու խորհրդի կարիք ունես, մի որոշման մասին, որ դու կայացրել ես, բայց վստահ չես, ես ուզում եմ, որ դու առաջ գաս։ Եվ ես էլ պիտի իջնեմ այստեղ։ Այն մարդիկ, որ կանգնեցին, շատերը կային այդտեղ, որ մտածում եք, ես ուզում եմ ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Ես ուզում եմ հիմա իջնել այստեղ եւ հանդիպել ձեզ հետ։ Ուզում եմ, որ այնտեղ գնանք եւ ուրիշ ծառայողներ էլ կլինեն, եւ կխոսենք ձեզ հետ։ Եվ ուզում եմ, որ մի բան իմանաք, ոչ թե 5 րոպե կամ 10 րոպե։ Եթե դուք կարիք ունեք ամբողջ գիշեր խոսելու, մենք կմնանք։ Այստեղի բոլոր ծառայողները պատրաստ են դրան։ Եթե անհրաժեշտ է, մենք ամբողջ գիշեր կմնանք։ Աստված սիրում է ձեզ։ Եկեք աղոթենք։ Սիրելի Աստված, խնդրում եմ։ Տեր, այստեղ այնքան բան է կատարվել։ Անցյալ գիշեր ես տեսա մարդիկ, որ լացում էին, բայց չգիտեմ, թե դրանցից ինչքանն էր իրական։ Ես տեսա մարդիկ, որ ուզում էին որոշում կայացնել, եւ ես հավատում եմ, որ շատ բաներ, որ կատարվեց երեկ, քո կողմից էր։ Այս առավոտ ես տեսա մի երիտասարդ վկայություն տալուց, եւ ես տեսա Սուրբ Հոգու իրական գործը։ Ես չգիտեմ, թե այդ որոշումներից քանիսն էին իրական, բայց իրական գործ կատարվում էր։ Հայր, ես հիմա աղոթում եմ, եւ չգիտեմ, թե ինչքան իրական կլինի։ Միայն ժամանակը եւ հավիտենությունը ցույց կտա դա։ Բայց սիրելի Տեր, խնդրում եմ, գործիր այստեղ, Հիսուսի անունով, ամեն։